Սա պարզապես սենյակ չէ, այլ արվեստի կենտրոն, որտեղ ամեն օր հավաքվում են կանայք ու աշակերտներ սովորելու ասեղնագործություն, տիկնիկագործություն և արվեստի այլ ուղղություններ։ Այստեղ թելի ու ասեղի զրույցին խառնվում են մարդկային զրույցները, ստեղծելով ստեղծագործական ջերմ մթնոլորտ։ Սեղանների վրա ծնվում են նոր գործեր, իսկ յուրաքանչյուր աշխատանք իր հետ ավելացնում էր սեփական գործից ստացած հաճույքը։ Արմինե Աթոյանը կենսաքիմիկոս է, ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժինը։ Ես շատ սիրում եմ մինչև հիմա էլ ուսումնասիրում եմ, անվճարել սովորել եմ, լավ եմ սովորել։ Սակայն ժամանակի ընթացքում Արմինեն գիտակցեց, որ իր իրական ճանապարհն արվեստի մեջ է։ Նկարչության հանդեպ սեր ուներ դեռ մանկուց, այդ սերը խորացավ, երբ սկսեց հաճախել Հայկ Բարսեղյանի արվեստանոց, որտեղ 5 տարի սովորեց նկարչություն, սակայն դասական յուղաներ կտավը, ինչպես ինքն է ասում, սկսեց սահմանափակ թվալ։ Զգացի, որ ինչ-որ արվեստի մեջ ինչ-որ շատ քառակուսային է դարձել միայն յուղաներ կտավը, սկսեցի թելեր օգտագործել, թելեր կիրառել եւ դեռ ասեղնագործություն չէի անում, ուղղակի կոլաժներ էի հավաքում, հետո որոշեցի, որ ավելի լավ է սկսեմ լուրջ ասեղնագործությամբ։ Այդ որոնումներից ծնվեց նոր մոտեցում, նա սկսեց իր ստեղծագործություններում օգտագործել թելեր, սկզբում ոչ որպես ասեղնագործություն, այլ որպես կոլաժի տարրեր։ Թելն աստիճանաբար դարձավ նրա արվեստի մի մասը, Արմինեն սկսեց համադրել թելը, տեքստիլը, թուղթը, պապիե-մաշեն, տարբեր կտորներ, ստեղծելով բազմաշերտ աշխատանքներ։ Այսօր Արմինե Աթոյանը շարունակում է իր կրթությունը, ուսումնասիրելով ոսկեթել ասեղնագործություն և եկեղեցական ասեղնագործություն ռուսական դպրոցի փորձի հիման վրա։ Ինձ թվում է ամենակարևոր բանը այստեղ աշխատասիրությունն է առաջին հերթին, որ պետք է լինի 99%-ը ու նպատակը էլի։ Որպես թերապիա իրոք ինքը լավագույն միջոցն է, ես միշտ ասում եմ արվեստը կարող է բուժել, կարող է ցավը թեթևացնել։ Այս համոզմամբ է ապրում և ստեղծագործում 35-ամյա Նախշուն Ավագյանը, 4 տղաների մայր, դիզայներ և ձեռագործ վարպետ։ Նախշունն Արցախից տեղահանվելուց հետո նոր փուլ է սկսել իր կյանքում և ստեղծագործական ուղում։ Ձեռքի աշխատանքների հանդեպ սերը նրա մեջ արմատավորվել էր դեռ մանկուց։ Այդ ամեն ինչի երևի եկել է գյուղից, տատիկիցս։ Մենք Սարշին գյուղից ենք և տատիկս զբաղվում էր ձեռագործությամբ։ Մանկության տարիներին տատիկը նրան ծանոթացրել էր խաչկար ասեղնագործությանը, թեև տարիների ընթացքում այդ հմտությունը մոռացվել էր, այսօր այն վերադառնում է Նախշունի կյանք։ Արմինե Աթոյանի առաջարկով նա սկսել է ուսումնասիրել նաև խաչկարը մեծ սիրով ու հետաքրքրությամբ։ Նախշուն Ավագյանը դիզայներ է, կարում է, գործում, նկարում, մի խոսքով զբաղվում է արվեստի տարբեր ճյուղերով։ Արցախում նա ունեցել է ձեռագործ աշխատանքների փոքրիկ, բայց արդեն ճանաչված բիզնես։ Նրա աշխատանքները լայն տարածում ունեին, պատվերներ էին ստացվում ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից։ Արցախից դուրս գալու ընթացքում Նախշունը չի կարողացել իր պատրաստի աշխատանքները բերել իր հետ, սակայն վստահ է, ամենակարևորը չի կորել։ Այն գիտելիքները, այն ուժը, որ ես ունեի, չի կորել, այն ինձ թվում է կկրկնապատվի հետ գնալու լույսով։ Արվեստի նկատմամբ հետաքրքրությունն ու գիտելիքները զարգացնելու համար Նախշունն այսօր մասնակցում է 2021 թվականին վարպետի կոչում ստացած Արմինե Աթոյանի արվեստի խմբակի դասերին։ Ասեղնագործությունը շարունակում է մնալ ամենաքիչ ուսումնասիրված և կիրառվող ոլորտներից մեկը։ Մասնագետի կարծիքով հատկապես հայկական ասեղնագործությունն աչքի է ընկնում իր բազմաժանրությամբ և բազմազանությամբ։ Պատմական Հայաստանի գրեթե յուրաքանչյուր գավառ ունեցել է իրեն հատուկ ասեղնագործական դպրոցը։ Պատմական աղբյուրների համաձայն Հայաստանի տարածքում ձևավորվել է ասեղնագործության 8 դպրոց, թե արևմտյան, թե արևելյան Հայաստանի ավանդույթների կիրառմամբ։ Սակայն այդ հարուստ ժառանգությունից պահպանվել և ուսումնասիրվել է փոքր մասը։ Ասեղնագործությունը պահանջում է մեծ ժամանակ և համբերություն։ Օրինակ, մեկ ժանյակ գործելը կարող է տևել շուրջ 150 ժամ։ Այսօրվա արագ կյանքի հետ սա
թվում է անհամադրելի, հատկապես երբ աշխատանքի շուկայական արժեքը հստակ սահմանված չէ։ Այսքան ժանյակ ես անում, դա տևում է 150 ժամ։ Ինքը չի անի, կասի, բայ ես ափսոս չէ 150 ժամը ու հարցնում է ինչքան կարող եմ վաճառել ու դու չգիտես ինչ պատասխան տաս այդ մարդուն 150 ժամ ինչքան կարողս վաճառես։ Աթոյանի համոզմամբ ասեղնագործության վերականգնումը և զարգացումը հնարավոր է միայն պետական աջակցությամբ։ Անհրաժեշտ է ոլորտը բերել մշակութային թրենդի մակարդակի, խրախուսել ժամանակակից մոտեցումներով կիրառումը և նոր ձևաչափերով ներկայացնել, որպեսզի այն չկորցնի իր կենսունակությունը։ Այս համատեքստում առանձնանում են նաև ժամանակակից արվեստագետների փորձարարական աշխատանքները։ Ներկայումս Արմինեն գործում է Լևոն Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքից մի դետալ պատկերող աշխատանք։ Աշխատանքը կատարվում է ասեղնագործական և հյուսքային ժանյակի տեխնիկաներով։ Հողը ճաքելու է եւ սա այսպես ինքը կլոր է լինելու դուրս գա հողի տակից։ Հետաքրքիր բան կլինի, որոշեցի սա էլ մարաշով անեմ։ Արմինեն վստահ է, նման նախաձեռնությունները կարող են նոր շունչ հաղորդել հայկական ասեղնագործությանը, այն բերելով ժամանակակից արվեստի և մտածողության դաշտ։ Աիդա Ավետիսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։